Նախ մինչև անցնեմ մեր նախնական զեկույցի երկրորդ մասին, կուզենամ առանձնատուկ շնորհակալությունս հայտնեմ հենց ձեզ եւ ձեր գոլեգաներին, որովհետեւ այս process-ի մեջ շատ մեծ դեր եք ունեցել հանրային վերահսկողություն իրականացնելու եւ ձեր ներկայությունը նաեւ հենց մեզ էլ տեղերում ուշ տվել, որ մենք էլ ավելի ակտիվ պաշտպանենք մեր քաղաքացիների քվեները։ Հիմա ներկայացնեմ մեր նախնական զեկույցի երկրորդ մասը, հետագայում եթե հարցեր կունենաք կարող եք տալ։ Մի շարք տեղամասերում քվեախցիկները չեն ապահովել քվեարկության լիարժեք գաղտնիությունը, դիտարկվել են հարակից պատուհանների միջոցով։ Կար նաև մեկ դեպք, որ մենք արձանագրել ենք, որ այս հենց քվեախցիկի կողքը բաց տարածք կար, որը թափանցիկ նյութով էր փակված եւ ակնհայտ էր, որ այդտեղ կանգնող ցանկացած մարդ կարող էր տեսնել, թե ինչպիսին է։ Չնայած հանձնաժողովը հավաստիացնում էր, որ այդ մասը ոչ մեկ չի կարող գալ, բայց այնուամենայնիվ մենք այդ փաստը արձանագրել ենք։ Մի շարք ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները եւ քարտուղարները չեն արձանագրել վստահված անձանց, դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ու ելքը։ Դուք տեսել եք, ենթադրում եմ, այդ ձևի դեպքեր, երբ որ աղմուկ է բարձրացվել։ Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել է ընտրողների ուղղորդման դեպքեր, երբ նրանց վրա տեղի է ունեցել բացահայտ ներգործություն կամ նրանք ընտրությունների են եկել այլ անձանց ուղղորդմամբ, որոնք փորձել են նրանց հուշել, թե ինչպես քվեարկել, առավել ընդգծված է եղել տարեց մարդկանց դեպքում, երբ այլ անձինք փորձելով պատճառաբանել ընտրողի ֆիզիկական սահմանափակումները, փորձել են նրա հետ միասին մտնել ընտրախցիկ, թեև հաճախ ընտրողը լիարժեք ընդունակ է եղել ինքնուրույն ընտրություն կատարելու եւ կատարել է, երբ ուղեկցող անձի մուտքը արգելվել է։ Էլի տեսեք, հաստատ համոզված եմ։ Մի շարք ընտրատեղամասերում ընտրական ցուցակների մեջ հայտնաբերվել են անձինք, որոնք չեն գրանցված եւ չեն բնակվում այդ հասցեներում, այլ դեպքերում անձինք, որոնք գրանցված եւ բնակվում են կոնկրետ հասցեում, չեն կարողացել հայտնաբերել իրենց անունները ցուցակներում։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ինքնասոսնձվող դրոշմանիշը տրամադրվել է առանց կտրոնը ստանալու, հաճախ իրականում կտրոնը դրված է եղել քվեարկության ծրարի մեջ, ինչը փաստացի, բայց քվեարկության եւս մեկ ձև է, սակայն այդ քվեաթերթիկները վավեր են ճանաչվել։ Հին ու բարի ճակերտավոր ասած, էլի դեպք գրանցվեց վերջի ժամանակահատվածում, երբ որ երկու ընտրատեղամասում լույսերը անջատվեցին։ Ճիշտ է, քվեարկությունը շարունակվել է, բայց ակնհայտ է, որ էլի խոչընդոտներ առաջացավ, հանձնաժողովի անդամները, լրագրողները, մեր դիտորդները վստահված անձինք ստիպված են իրենց հեռախոսներով լույսը ապահովել, որպեսզի որևէ փորձ չկատարվեր խախտումների։ Բայց ինչպես գիտենք, այդ ձևը շատ տարածված է։ Եվ մի դեպք էլ ունենք, էլի լայն, որ ցավոք սրտի ընտրական հանձնաժողովի նախագահները եւ անդամները շատ հաճախ չէին տիրապետում իրավիճակին եւ դրանց միջամտում էին օրինակ վստահված անձինք, կա նաեւ տեսանյութ, թե ինչպես է դիտորդներից մեկը փաստացի կառավարում իրավիճակը, որը առնվազն չիմացության կամ լավ չիմանալու արդյունք է ենթադրում ենք, ու այդ դեպքերը էլի կարող են ազդեցություն ունենալ։